Շարունակում ենք խոսել Իրանի շուրջ զարգացումների մասին։ Մեզ հետ արևելագետ Արբեն Պետրոսյանն է, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Փետրվարի 28-ից աշխարհը կարծես ամբողջությամբ տեղափոխվեց մերձավոր արևելք։ Ինչու է վտանգավոր այս պատերազմը, որ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմը մի տեսակ երկրորդ պլան մղվեց ըստ էության։ Շնորհակալ եմ, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմը երկկողմ պատերազմ է ռազմական թատերաբեմի առումով եւ ընդգրկող աշխարհագրական արեալի առումով, իսկ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմը Իրանի դեմ, ինչպես տեսնում ենք, վերածվել է տարածաշրջանային հակամարտության, որին մասնակից են այս կամ այն կերպով լինում նաեւ տարածաշրջանի մի շարք արաբական երկրներ, որոնք թիրախավորվել են Իրանի կողմից եւ դրան գումարած հատկապես վերջին զարգացումները հաշվի առնելով, մասնավորապես Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ների կողմից օդանավակայանի միջազգային օդանավակայանի թիրախավորումը որոշակի կանխատեսումների հիմք է ստեղծում, որ կարող է տարածվել նաև այլ ուղղություններով։ Ադրբեջանը հայտարարել է, որ ուժային կառույցները բերում է բարձր պատրաստության։ Սա ըստ էության կախարքելիչ քայլ կարող ենք համարել, թե Բաքուն սպասում է հարմար պահի։ Ես կարծում եմ, անգամ վստահ եմ, որ դեռևս պատերազմի սկզբից Ադրբեջանը պատրաստվել է նման սցենարի, որովհետև պետք է հասկանալ, որ նման հակամարտության դեպքում Իրանի տարածքում ամեն բան չէ, որ կառավարելի է, ամեն բան չէ, որ վերահսկելի է, որովհետև հասկանում ենք, թե ինչպիսի մեթոդներով են Իրանի հակառակորդները գործում, նրանք շատ լավ հասկանում են, որ կամ նրանց մարտավարությունն այնպիսին է, որ իրենք իրենց ուղիղ անմիջական միջամտությունը միայն օդային հարձակումների տեսքով է, իսկ գետնի վրա փորձում են գործի դնել տարբեր պրոքսիների, օրինակ ասենք քրդական տարբեր ուժերի մասին է վերջին օրերին խոսվում, իսկ նման քրդերից բացի նման ենթակառուցվածքներ գործակալական առումով, նկատի ունեմ, Իսրայելը տասնամյակներ շարունակ ստեղծել էր Իրանի այլ հատվածներում եւս, այդ թվում նաեւ օրինակ հարավ արևելքում, օրինակ բելուջների շրջանում, արաբների շրջանում եւ նաեւ իհարկե թուրքախոսների շրջանում։ Հիմա կարծում եմ, որ այստեղ էլի իսրայելական գործակալական ցանցի դերի հետ գործ ունենք, կոնկրետ նպատակ է դրված Ադրբեջանը եւ Թուրքիան եւս դուրս բերել Իրանի դեմ եւ դրանով իսկ Իրանին ամբողջովին շրջապատել թշնամիներով եւ այդ Իրանի դեմ գործողությունները ավելի այսինքն բազմազանեցնել։ Եթե տարածաշրջանը մտնի լայնածավալ պատերազմի մեջ, Ադրբեջանը իր շահերը կսկսի առաջ տանել, ինչ է կատարվելու։ Հիմա այս պահին երկու դրոնի խոցման մասին է խոսքը։ Ադրբեջանը հայտարարել է, որ պատասխանի, բայց հիմնավոր կասկածներ են շրջանառվում, որ դա իրանական ԱԹՍ-ներ չեն։ Տեսեք, Իրանի տարածքում ԱԹՍ-ների արտադրության փորձ Իսրայելը ունի, որի ոչ միայն ԱԹՍ-ների, անգամ հրթիռների արտադրության փորձ, որը երևաց դեռևս 2025 թվականի պատերազմի ընթացքում։ Այսինքն լիովին կանխատեսելի սցենար է, որ այդ ԱԹՍ-ներն էլ ուրեմն ստեղծել են իսրայելական տարբեր ցանցեր եւ հիմա օգտագործում են Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի հրահրելով պատասխան գործողության, այսինքն Ադրբեջանի եւս այս պատերազմի գործողությունների։ Դե այս պահին գործողությունը լինելու է համարժեք, եթե ինչ-որ գործողություն լինի, ես վստահ չեմ կարող ասել այդ գործողությունը կլինի թե ոչ, բայց եթե լինի, էլի համարժեք ինչ-որ գործողություն, որտեղ այնուամենայնիվ օդանավակայանն է խոցվել, հա, այսինքն սա հստակ է, որ թիրախավորվել է այդ կառույցը։ Այնպես չէ, որ միամիտ ԱԹՍ-ն շեղվել է եւ եկել ընկել է օդանավականի վրա։ Ռազմավարական նշանակության օբյեկտ է խոցվել։ Սա նշանակում հստակ նպատակը Ադրբեջանի ներքաշելու կոնֆլիկտի մեջ։ Հիմա եթե Ադրբեջանը որոշի, իսկ կարծում Ադրբեջանը այս հարցում շատ զգայուն է, որը պայմանավորված է ոչ միայն Ադրբեջանի շահերով, այլ անձամբ իշխող վարչակարգի եւ հատկապես Իլհամ Ալիևի իմիջի հարցերով, նա ձգտում է աշխարհում հաղթանակած լիդերի իմիջ ձևավորել, այս պարագայում բնականաբար գուցե Ադրբեջանի կողմից լինի պատասխան գործողություն, բայց նույն մակարդակում էլի ԱԹՍ-ի կամ ինչ-որ հրթիռի տեսքով ինչ-որ գործողություն, որով փորձ կանի երեսը փրկել եւ այդ իր առաջնահերթությունները օրակարգում պահել։ Իրանը էներգետիկ ենթակառուցվածքներ, այդ թվում Բաքու Ջեհյան նավթամուղը կարող է դարձնել թիրախ եւ ինչ հետևանքներ կունենա, եթե հանկարծ խոցվի այդ նավթամուղը տարածաշրջանի համար։
Իմ գնահատմամբ Իրանը այս պահին որևէ կերպ Իրանի շահերից չի բխում, հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիային ներկաշել այս պատերազմի մեջ։ Այդ սցենարը բխում է Իրանի հակառակորդների, հատկապես Իսրայելի շահերից։ Այնպես որ եթե նշում եք կոնկրետ այդ ուրեմն ենթակառուցվածքը, կարծում եմ եւ ընդհանրապես կառավարիչներին նաեւ կառավարում է բրիտանական ընկերության։ Կարծում եմ ոչ միայն նման գործողությունները հստակ խնդիր են առաջացնելու Իրանի եւ Թուրքիա, Իրանի եւ Ադրբեջանի, գուցե նաեւ Իրանի եւ Վրաստանի հարաբերությունները։ Կարծում եմ Իրանը այս պահին խուսափում է նման սցենարից։ Խուսափում է, իսկ հարկադիր քայլի կգնա, հարկադրված։ Պետք է հասկանալ դրա նպատակը որն է։ Իրանը վստահեցնում ձեզ թիրախների պակաս չունի։ Ամբողջ արաբական երկրները բոլորը լեգիտիմ թիրախներ են ըստ Իրանի, որտեղ այդտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ տարբեր բնույթի, ամերիկյան դեսպանատաններ, դրանք կարող է թիրախել։ Եթե փոխվում է, մեծ ընդդարում են աշխարհագրությունը, այս բանը դա որևէ կերպ չի բխում Իրանի շահերից, որտեղ ըստ էության Իրանը ինքն իր համար խնդիրներ է ստեղծում եւ ինքն իր համար նոր հակառակորդներ է ձեռում։ Իսկ Թուրքիայի չեզոքությունը այս բանը Իրանի համար շատ կարեւոր է։ Հիմա այս պահին Թուրքիան զուսպ միջնորդի դեր է պահպանում։ Հենց դա եմ ասում։ Այլ երկիրը ստեղծել։ Որ պահի այդ դերը կփոխվի ակտիվ մասնակցի։ Ահա, հենց դրանից ձգտում են Իսրայելը այս դեպքում գուցե Միացյալ Նահանգները։ Երբ որ Թուրքիան եւս թիրախավորվի։ Եթե հիշում եք նախորդին ուրեմն Թուրքիայի ուղղությամբ է հրթիռ գնալ։ Ես վստահ չեմ, որ այդ հրթիռը էլի իրանական կողմից է գնալ։ Որտեղ կրկնում եմ, Իրանի համար Թուրքիայի չեզոքությունը չափազանց կարևոր է։ Մեկ երկիր է փաստացի, ազդեցիկ դերակատար տարածաշրջան, որը կարող է որոշակի միջնորդական ջանքեր իրականացնել։ Իսկ եթե Թուրքիան էլ փոխում է իր դիրքավորումը, իր հետ բնականաբար նաև Ադրբեջանը եւ երկուսը մտնում հակամարտության մեջ, այդ ժամանակ Իրանի համար լրջագույն խնդիրներ են առաջանում, որը ստակից չի կարողանալ դուրս գալ։ Այս պահին էլ հակամարտությունը այն աստիճան է ընդլայնված, որ էլի Իրանի համար շատ մեծ դժվարություն է եղած ուղղություններով պատասխանել։ Հիմա նոր ուղղություններ, մանավանդ հատկապես դեպի հյուսիս-արևմուտք եւ դեպի արևմուտք, այդ հատվածները շատ ավելի անկառավարելի են Իրանի համար։ Հայաստանի համար ինչ վտանգներ կան այս փուլում։ Հայաստանն էլ չեզոք դիրքորոշում ունի այս պահին, մինչև այս պահը չեզոք է ամեն դեպքում, որ պահին Հայաստանը ստիպված կլինի ընտրություն անելու եւ ինչ վտանգներ կարող են լինել։ Եթե խոսքը անվտանգային վտանգների մարտահրավերների մասին է, ապա առաջնահերթ բնականաբար եթե հակամարտությունը տարածվի նաեւ հարավային Կովկաս։ Այսինքն այս պահին Նախիջևանի թիրախավորումը արդեն մեզ համար որոշակի ռիսկ է։ Սա նշանակում է, որ կա Իրանի տարածքում որոշակի հատված, որը իրանական իշխանությունները չեն վերահսկում եւ չի բացառում, որ այդ տարածքից կարող են էլի սադրանքների իրականացնել նաեւ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Այո, որովհետեւ կրկնում եմ, կա հստակ ռազմավարություն, այսինքն ես կարդում եմ այդ ռազմավարությունը։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ունեն հստակ ռազմավարություն, որքան հնարավոր է Իրանի հարևաններին, սահմանակիցներին տրամադրել կամ ներքաշել այս կոնֆլիկտի մեջ, որովհետեւ այս սցենար չկա ավելի ընդլայնելու կոնֆլիկտը եւ իրանական իշխանությունների վրա ուրեմն ճնշումը մեծացնելու։ Այս պարագայում բնականաբար սա մտահոգիչ զարգացում է, որը պետք է ևս հաշվի առնել։ Ինչ վերաբերում է ոչ անվտանգայինին, մենք բազմաթիվ արդեն մարտահրավերների բախվում ենք, մասնավորապես տնտեսական խնդիրներ, այսօր տնտեսական առումով արդեն խնդիրներ կա Իրանի հետ առևտրի, լոգիստիկ, որտեղ Իրանի տարածքով որպես միջանցք կապը Պարսից ծոցի հետ Հնդկաստանի հետ գտնվել է, հումանիտար արդեն խնդիրներ են երևում, բավականաչափ այսպես ակտիվ հոս կա Իրանից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ այդպես շարունակ։ Այսինքն որքան պատերազմը շարունակվի, որքան ընդլայնվի, այնքան վտանգներն ու մարտահրավերները բնականաբար ավելի մեծանան են։ Այս պատերազմը կարող ենք համարել երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանք։ Ես նման կանխատեսում չեմ անի, որովհետեւ այնուամենայնիվ իրավիճակը դեռևս կառավարելի է, Իրանը մենակ է եւ Իրանի շուրջ չկա դաշինք։ Մենք տեսնում ենք հակաիրանական դաշինք, բայց Իրանին այսպես աջակից դերակատարների համապատասխան ձևաչափ չկա եւ կարծում եմ որ որքան էլ Իրանն էլ փորձում է իր պատասխան գործողություններով ընդլայնել հակամարտության աշխարհագրական արեալը,
բայց այդ սցենարն էլ սահմանափակ է, որտեղ Իրանի գործողությունների շրջանակն էլ խիստ սահմանափակ է, այդ նույն հրթիռները, ԱԹՍ-ները իրենք սպառվելու բնականաբար միտում ունեն, մանավանդ հատկապես հրթիռային համակարգերի բարբերական խոցումների համատեքստում, որտեղ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ակտիվ կերպով արդեն մի քանի 100 հրթիռային արձակման համակարգեր են ոչնչացրել, այսինքն այս առումով աշխարհագրությունը սահմանափակվում է եւ աստիճանաբար գործողությունների արյալը դառնալու է Իրանի տարածքը։ Իրանը հայտարարել է, որ դեռևս դաշնակիցների օգնությանը չի դիմել, դաշնակիցները եւս հայտարարում են, որ իրենց Իրանը չի Թեհրանից ամեն դեպքում օգնության խնդրանք չի եղել։ Սա ինչ է նշանակում, որ Իրանը դեռ իզորու է միայնակ պայքարել տարբեր ուղղություններով։ Ես այդ հարցին այլ կերպ պատասխանեմ, նախ Իրանը իմ կարծիքով չունի դաշնակից, բացի այն պրոքսի տարբեր խաղացողներ, հովանավորյալ կառույցներ, որոնք տարբեր ժամանակներում որոնց աջակցել է, ձևավորել եւ ամրապնդել է, խոսքը տարբեր ռազմաքաղաքական խմբավորումների մասինն է, Լիբանանում Հիզբալլահ խմբավորումը, Պաղեստինում Գազայի հատվածում Համասը, Իսլամական ջիհադը, եթե գերտերությունների մասն է խոսում, Իրանը չունի նման դաշնակիցներ, ավելին այդ գերտերություններից խոսքը վստահ եմ Ռուսաստանի եւ Չինաստանի նկատի ունենք, իրենք էլ որևէ ռազմական եւ պաշտպանական առումով, անվտանգային առումով պարտավորություն չունեն Իրան նկատմամբ։ Եթե անգամ Իրանը ինքը դիմի աջակցության համար, ես վստահ չեմ, որ այդ երկրները կաջակցեն, որովհետև իրավիճակը բավականաչափ նուրբ է։ Այդ դեպքում, եթե գերտերությունները միջամտեն, ապա համաշխարհային պատերազմի սցենար կարող է լինել, բայց իմ գնահատում, քանի որ չունեմ որևէ մեկը չունի պարտավորություն անվտանգային առումով Իրանին աջակցելու, կարծում որ այդ հայցնել չլինի եւ դրա պատասխանել չլինի։ Եվ թերևս ամենակարևոր հարցը, այս պատերազմը կարող է փոխել Հարավային Կովկասի սահմանները, քարտեզը։ Այո թե ոչ։ Շատ բարդ հարց եք ասում։ Դա Իրանի շուրջ եւ Իրանում ընթացող հակամարտության վատթարագույն սցենարներից մեկն է իհարկե։ Դա այդ սցենարը դրված է Իսրայելի օրակարգում, այսինքն տարածաշրջանում եղած մեծ պետությունների, հատկապես օրինակ Իրաքի, Իրանի, Սիրիայի, աշխարհագրության փոփոխությունը, մասնատումը ավելի փոքր պետությունների ձևավորում։ Դա Իսրայելի ռազմավարական պլաններից է, ասենք 100-ամյակի ընթացքում։ Այս պահին դա իրատեսական է թե ոչ, ես կդժվարանամ ասել, ավելի շատ ոչ, քան այո, որովհետև Միացյալ Նահանգները այս պահին եւ նաեւ տարածաշրջանի երկրները չեն ձգտում դրանք, փորձեն խոչընդոտել այդ պլանին, բայց դա ասեմ, որ դա հեռահար պլաններից է։ Դրա, այսպես ասեմ, դրա սպառնալիքը մեր տարածաշրջանի համար առկա է, բայց տարածաշրջանի երկրները այս պահին եւ նաեւ տեսանելի ապագայում փորձել են դա թույլ չտալ, որտեղ կրկնում եմ, դա լրջագույն խնդիր է լինելու ամբողջ տարածաշրջանի համար, այսինքն մեր ցավարարելքը տևական ժամանակ ընդլայնվելու է, այսինքն գտնվելու է անկանխատեսելի, անորոշ, ուրեմն անկառավարելի իրավիճակում եւ այդ անգամ քաոսային իրավիճակում, որտեղ եթե սկսվեց մասնատումը, ապա այստեղ միայն Իրանի, Իրաքի, Սիրիայի տարածքում հնարավոր են տասնյակ պետությունների ստեղծում, նաեւ Թուրքիան նաեւ դրանից է խուսափում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Ցտեսություն։